Ես որևէ մեկի խոսույթը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ամեն մարդ ինքն է իր խոսույթը մեկնաբանում, բայց ես առիթ ունեցել եմ վերջի օրերին ասելու, որ անձը եւ եկեղեցին պետք է իրարից զատել։ Եվ եթե որևէ անձի նկատմամբ կա քննադատություն, դա չի նշանակում, որ դա կա քննադատություն եկեղեցու նկատմամբ, որովհետեւ պետք է հասկանալ ինչ ասել է եկեղեցի։ Եկեղեցին դա կառույց է, հոգևոր կառույց է, որտեղ Աստծո խոսքի վրա հիմնված կառույց է, որտեղ հայ եկեղեցու վարդապետության եւ ավանդույթը գործում է, որի միջոցով քրիստոնյան փորձում է ճանաչել Աստծուն եկեղեցու օգնությամբ, դառնալ Աստծո արկայության ժառանգորդ, եւ մենք եկեղեցուց նաեւ սովորում ենք, որ մենք երկու եկեղեցի ունենք՝ հաղթանակած եկեղեցի եւ մարտնչող եկեղեցի։ Աշխարհի վրա եկեղեցին դա մարտնչող եկեղեցին է։ Իսկ մենք արդեն երկնքում էլ ունենք եկեղեցի, որը հաղթանակած եկեղեցին է։ Եվ ասել եկեղեցու դեմ, դա նշանակում է եկեղեցու դեմ հասկանալ ինչի նկատի ունենք։ Եկեղեցու դեմ ասել հասկանում ենք չընդունել եկեղեցու վարդապետությունը։ Եկեղեցու դեմ ասել նշանակում է չընդունել Աստծո խոսքը։ Եկեղեցու դեմ լինել նշանակում է չընդունել եկեղեցու սրբազան ավանդույթը։ Եկեղեցու դեմ լինել նշանակում է չընդունել եկեղեցու կառավարումը։ Օրինակ որևէ մեկը եթե ասի, որ մենք պետք է չունենք կաթողիկոսի, այդ դա եկեղեցու դեմ արված հայտարարություն է։ Բայց որևէ մեկը երբ որ քննադատում է անձին, հայ եկեղեցին ընդհանրապես անսխալականության վարդապետություն չունի։ Հայ եկեղեցին ինչ որ առումով անսխալականությունը դիդարգել է Հռոմի եկեղեցու տեսանկյունից, որը մենք չունենք, բայց Հռոմի եկեղեցին ունի, բայց այն էլ պապը անսխալական է միայն վարդապետական եւ բարոյական հարցերում, երբ որ ոչ թե նա իր կարծիքն է հայտնում, այլ հրապարակավ ասում է, որ սա վարդապետական մեկնաբանություն է։ Այսինքն քննարկել անձի սխալականությունը եւ դա ասոցացնել եկեղեցու հետ նույնականացնել, դա նշանակում է, որ մարդը իր սխալը փորձի կոծկել եւ թաքցնել եկեղեցու անվան տակ։ Ոչ, եկեղեցին դա ինստիտուտ է, որը կազմված է 3 կողմից, երկուսը որից համարում են մեղավոր։ Դա հավատացյալն է, եկեղեցու մգրդյալ զավակն է, եւ նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսի վարդապետությունը, հայ եկեղեցու վարդապետությունը, թեգուզ եւ մգրդված չեն, բայց ընդունում են, եւ նաեւ ցանկալի է, որ այդ մարդիկ բոլորը մգրդվեն, ովքեր ընդունում է հայ եկեղեցու վարդապետությունը, որովհետեւ մգրդությունը դա եկեղեցու խորհուրդներից մեկն է։ Եկեղեցին դա հոգեվորականն է, հոգեվոր առաջնորդն է, որը եւս սխալական է, եւ եկեղեցին է ֆիզիկական տարածքն է, որտեղ մենք մասնակցում ենք ընդհանրական աղոթքի։ Բայց այսուհանդերձ մենք պետք է մեկընդմիշտ ամրագրենք, որ եկեղեցին այս 3 սուբյեկտների միավորումն է, ներդաշնակված եկեղեցու վարդապետությամբ, խորհուրդներով եւ Աստծո խոսքով, եւ որից երկուսը անսխալական չեն։ Պարոն Պետրոսյան, դուք այսպես տպավորիչ բացատրեցիք այն, այստեղ Նիկոլ Փաշինյանը տեսնում ենք ասում է եկեղեցիները շատ քիչ ուրանացված, վերածվել են ճուլանների, այսպեսի արտահայտություններ են, եւ այստեղ հասկանալի է, որ եկեղեցու այսպեսում ոչ հոգեվորականների եւ իր այս հայտարարություններից հետո է հաջորդել սրբազանների դիրախավորները, այս Շիրակի դեպի առաջնորդները Ճիշտ ասած, ես չեմ ուզում ձեր գնահատականները մեկնաբանել, որովհետև լրագրողների գնահատականը ես չեմ մեկնաբանում, լրագրողը կարող է հարց տալ։ Հիմա ես որ անկեղծ ասեմ, ձեր հարցը լավ չհասկացա։ Իսկ եթե խոսքը վերաբերում է այդ արտահայտությանը, ընդհանրապես հանգացած հայտարարություն, որը վերաբերվում է նաև եկեղեցու սպասավորին կամ եկեղեցու հետ, անշուշտ պետական պաշտոնյաները պետք է միշտ շատ ուշադիր եւ նրբանկատ գտնվեն։ Բայց երբ որ դու մտնում եւ տեսնում ես, որ եկեղեցում բացի եկեղեցական պարագաներից շատ բաներ կա, որը եկեղեցու հետ առնչություն չունի, դու կարող ես այդ մասին անդրադառնաս եւ դա չի նշանակում, որ ելի եմ ասում, դու դեմ ես եկեղեցու վարդապետությանը, եկեղեցու հոգևոր իշխանության գոյությանը, եկեղեցու խորհուրդներին եւ Աստծո խոսքին, որովհետեւ ելի եմ ասում, եկեղեցուն դեմ լինել, սա է նշանակում, մնացածը դա որևէ սպասավորի քննադատություն
որևէ կերպ եկեղեցուն դեմ լինելու գործընթաց չէ։ Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի խոսույթը, դա իրենից կարող եք ճշտել, բայց ել եմ ասում, եթե դա դուք ներկայացնում եք նաև որպես լրագրող եկեղեցուն դեմ լինել, ես ասեցի, ինչն է եկեղեցուն դեմ։ Մնացած բոլոր դեպքերը ես կարող եմ որպես քրիստոնյա դրական կամ բացասական կարծիք ունենամ խոսույթի եւ երևույթի հետ, բայց նման երևույթը եկեղեցուն դեմ լինել չէ, դա կոնկրետ անձի վարկագծին դեմ լինելու կամ քննադատելու գործընթաց է, որը կմեկնաբանի նա, ով դա կանի։ Այսինքն ձեր ասածից հասկանալի է, որ Փաշինյանի հայտարարությունները ընդհանրապես դրանք քննադատություն են, հասարակական ինչ-որ քննադատություններ են։ Դա աղերս չունի, որ նա դեմ է եկեղեցին։ Ես որևէ մեկ անձի գործողություն չեմ մեկնաբանում։ Ես ձեզ ասում եմ, եկեղեցուն դեմ լինելը իմ ընկալմամբ։ Հիմա եթե իմ ասածի մեջ դուք տեսնում եք որևէ մեկի գործողություն, դա լինի ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյա, եթե թեև դա լինի պարզ սովորական հավատացյալ, մենք պարզ սովորական հավատացյալներս երբեմն լիքը խնդիրներ, շատ բազում խնդիրներ տեսնում ենք մեր միջավայրում, նաև կապված մեր հոգևոր կյանքի հետ եւ այդ մասին նաև բարձրաձայնում եւ քննարկում ենք հոգևոր պատասխանատուների կամ հոգևոր հովիվների հետ, բայց այն կետը, որը վերաբերում է վարդապետությանը, ավանդությանը, խորհուրդներին եւ ընդհանրապես Աստծո խոսքին, այստեղ մենք մեկնաբանելու բան չունենք, այստեղ մենք պարտավոր ենք ընդունել եւ հնազանդ լինել եկեղեցու սրբազան վարդապետության ավանդույթին, ծեսին, կանոնին եւ առաքելությանը։ Պարոն Պետրոսյան, եկեղեցու դեմ կամ ինչպես Կանեք 2018 թվականի հեղափոխությունից հետո նման ինչ-որ արշավ էր մոտեցրել, որ հայտնաբերեց Հայաստան շարժում էր ձևավորել, դարձյալ պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը, դուք ինքնիդ մասնակցում եք այդ շարժմանը, արդյոք որևէ բան փոխել է ձեր որոշման մեջ եւ Գարեգին Փային հնչեցրած այդ մեղադրանքները, որոնք Փաշինյանն է Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը ինքը բացառապես եղել է եպիսկոպոսների կողմից ստեղծված եւ եպիսկոպոսների անմիջական մասնակցությամբ իրականացված շարժում։ Անշուշտ շատ եպիսկոպոսներ կամ ճնշող մեծամասնությունը կամ թերևս միգուցե եւ հրապարակային բոլորը չեն երևացել այդ ամբողջում, բայց շատ-շատերը ներգրաված են եղել եւ դրա միակ նպատակը դա եկեղեցու առողջացումն է։ Եկեղեցին որպես հավաքականություն, որովհետև երբ որ քո հովիվը թիրախավորված է եւ թույլ եւ որոշակի առումով նաեւ որոշակի բաց թողումներով շատ հեշտ է տվյալ կառույցի վրա որոշակի ազդեցություններ, իսկ այդ ժամանակ բոլորը կարծում են, որ պետք է լեգիտիմ, ընտրյալ եւ առանց որևէ թույլ կողմերի հոգևոր առաջնորդներ, որպեսզի կարողանան եկեղեցին առաջնորդել։ Այսինքն տվյալ շարժման բուն նպատակը միշտ եւ մնայուն եկեղեցու հզորացումն էր եւ հայ առաքելական եկեղեցու հզորացումը։ Նույնիսկ այն ժամանակ, որ մեզ հարցադրում էր անում, իսկ ում եք տեսնում նոր հայրապետի կարգավիճակում, մենք ասում ենք, որ նոր հայրապետին պետք է ընտրի եկեղեցին իր կարգի ավանդության համապատասխան։ Դա ազգային եկեղեցական ժողովն է, այս պահին դա ազգային եկեղեցական ժողովն է, բայց եղել է ժամանակ, որ դա նաև արել է եպիսկոպոսատ ժողովը եւ նոր հայրապետի այդ շարժման հիմքում եղել է, որ եկեղեցին ինքը, որ մեզ հարցադրում էր անում, իսկ ում եք տեսնում նոր հայրապետի կարգավիճակում, մենք ասում ենք, որ նոր հայրապետին պետք է ընտրի եկեղեցին իր կարգի ավանդության համապատասխան։ Դա ազգային եկեղեցական ժողովն է, այս պահին դա ազգային եկեղեցական ժողովն է, բայց եղել է ժամանակ, որ դա նաև արել է եպիսկոպոսատ ժողովը եւ նոր հայրապետի այդ շարժման հիմքում եղել է, որ եկեղեցին ինքը պետք է քովի կա եւ իր պատվիրակների միջոցով ընտրի հայրապետ, ով ավելի ժամանակների առումով ավելի դիմակայուն է, ավելի քիչ թիրախավորման ենթակա եւ կկարողանա հովվել հոդը, որովհետեւ գիտեք, երբ որ վարկանիշը թեկուզ եկեղեցական կյանքում Սուրբ Գիրքը ասում է հովիվը առանց հոդ ոչինչ է եւ
հոտն է առանց հողի ոչինչ։ Իրենք իրար փող լրացնող համակարգեր են։ Եվ երբ որ մի կողմից մյուսի նկատմամբ կա անվստահություն կամ վստահության պակասություն, չի կարող այդ ընտանիքը եւ այդ համակարգը առողջ եւ կենսունակ լինել։ Եվ հենց այդ շարժման իմաստը, որ շատ եպիսկոպոսներ տեսնում էին, որ անհրաժեշտություն կա այն ժամանակ այդ փոփոխության եւ գիտեք շատ հետաքրքիր է որ տարիներ անց բարձրաձայնվում են նույն խնդիրները, որոնք այն ժամանակ նաեւ բարձրաձայնվում էր այդ շարժման կողմից, որ մենք այս հարցերում ունենք խնդիրներ ունենք մարդկանց վարկագծի, խնդիրներ ունենք եկեղեցու կանոնին եւ առաքելության շրջանակում տեղի ունեցած խախտումներին եւ այդ ամբողջը, որ մենք ժամանակին բարձրաձայնում էինք, հիմա այդ նույն մասին նորից բարձրաձայնվում է եւ հետաքրքրական է, որ երբ որ ամենաբարձր մագարտակով երկրի առաջի տեմպի մագարտակով բարձրաձայնում է, ճիշտ ասած լավ կլիներ այդ բարձրաձայնումը լիներ ավելի փակ ֆորմատում, ոչ այնքան հանրային, բայց ես չեմ կարող մանրամասներն ասել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց թեկուզ եւ եթե բարձրաձայնվում է, փոխանակ ասվի թե այդ հարցը տեղին չէ, ոչ, այդ հարցը շատ տեղին է, օրինակ, բերեք պատասխանենք այդ հարցին, եթե նման բան չկա, ուրեմն ասենք չկա, իսկ եթե կա, իրենք գնահատանք տանք, այսինքն մենք պարադավորենք ցանկացած երևույթի քրիստոնյաներս մեր բոլոր սխալները, վրիպակները, մեղքերը խոստովանում ենք, այսինքն ապաշխարություն նշանակում է խոստովանել, նախ եւ առաջ զղջալ, խոստովանել եւ հադուցել, այսինքն չկա ապաշխարություն առանց այս երեք ատրիբուտների՝ զղջալ, խոստովանել եւ հադուցել։ Այս երեքի միանգամյա գոյության դեպքում նոր ապաշխարություն է եւ մեղքերը ներողնել հետո Աստված է, թողնելով Աստծո ողորմությանը մեր մեղքը։ Հիմա եթե չկա երևույթը եթե տեղի չի ունեցել, ուրեմն պետք է հրաբարակային մերժել եւ ասել չի եղել։ Զրբարդանք է, հերյուրանք է կամ եսիմ ինչ։ Իսկ եթե եղել է, ցանկացած մարդ լինի դա սովորական հավատացյալ թե լինի ամենապասաշճան հոգևորականը ապաշխարության մի ճանապարհ կա եւ ես ասեցի զղջալ, խոստովանել եւ հադուցել։ Չեք կարծում, որ պարզապես կարելիքը չի իջնում, այսպես ասած, մեկնաբանի կամ արձագանքի հայտարարություն։ Սուրբ Գիրքը շատ հստակ Տերը ասում է եւ նաեւ առաքյալի թղթերի մեջ ասում են, որ եպիսկոպոսը պետք է անմեղադրելի լինի։ Այսինքն, եթե քո հանդեպ կա հանրային մեղադրանք, ամենակիչը որ դու պետք է անես, ոչ թե այդտեղ մագարտակների իջնել հելնելու հարց չկա։ Հոգևոր առաջնորդը պետք է անմեղադրելի լինի իր վարկագծով եւ իր կենսագործնեությամբ։ Եվ եթե մեղադրելի է, այո, Տերը նաև սահմանում է, որ ասում է երկուսից ավել վգաների ներկայությամբ թող քեզ քննեն օրինակի համար կամ եթե հիմա բանը մայրաթորը ունի իր այդ հանձնախումբը, որը քննում է քահանաների հետ կապված տարբեր երևույթներ։ Թող քննեն հիմա։ Լավ չեն ուզում հրաբարակային անեն, թող ներքին անեն։ Հիմա ամենաբարձրաստիճան երկրի ղեկավարի բերանով հայտարարվել է շատ կարևոր մի հատ խնդրի մասին։ Ինչի մայրաթորի համապատասխան հանձնախումբը չի քննում։ Այդ ոնց եղավ, որ սովորական վարդապետի, սովորական քահանայի հարցը ենթակա է քննության, երբ որ երկուսն էլ անսխալական են։ Իսկ բարձրաստիճան հոգևորականինը ենթակա չի։ Սա ինչ երկակի ստանդարտ է։ Ոչ, հիմա հարց է բարձրացվել։ Ուրեմն, եթե ասում է, որ պետք է անմեղադրելի լինի, հիմա մեղադրանք կա, կամ հերքեք, կամ հաստատեք։ Հաստատելու դեպքում կա ապաշխարության ճանապարհ, հերքման դեպքում գոնե հոդի համար պարզ կդառնա, թե այն ամեն ինչը ինչու որ մեղադրվում են մարդիկ, որը ինքը հետևանք առաջացնող մեղադրանք է։ Գիտեք, կան մեղադրանքներ, որոնք հետևանք չի առաջացնում, բայց կան մեղադրանքներ, որոնք հետևանք է առաջացնում։ Հիմա ուխտը խախտելը հետևանք առաջացնող մեղադրանք է։ Հիմա արդյոք պետք է այդ մեղադրանքին արձագանքել, թե ասել, չգիտեմ, բանը սխալ հարց է կամ չենք իջնում այդ մագարտակին, ոնց որ դուք ասեցիք։ Ոչ, մեղադրանքը հնչված է, մեղադրանքը օթում է եւ մեղադրանքը ենթակա է կամ հաստատման կամ հերքման եւ դա նաեւ հոդի համար է շատ կարեւոր քրիստոնյա հոդի համար, որտեղ մարդիկ այսօր բոլորը անորոշության մեջ են
քրիստոնյաները այսօր չեն հասկանում ինչ է կատարվում, առավել եւս որ իմ համար որպես քրիստոնյայի քիստը անցանկալի է հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների անհասկացողությունը կամ տարակարծությունը եւ այս առումով անշուշտ պետք է հարադվի հասարակության ընդանուր եւ եկեղեցվո զավակների քրիստոնյա հոդի մտահոգությունները եւ մտավախությունները եւ անորոշությունները Այն ինչքան այսպես կարևոր է հոգևոր առաջնորդի անսխալական դուք որպես լրագրող լավ գիտեք որ նույն արարքը պետական պաշտոնյայի համար շատ ավելի սուր է ընկալվում հասարակության կողմից եւ բարոյական առումով, ինչու՞ չէ նաեւ իրավական առումով, ինչու՞ չէ նաեւ ընկալման առումով, քան սովորական քաղաքացուն։ Հիմա եթե եկեղեցական կանոն կա, այդ կանոնը շատ ավելի սուր պետք է ընկալվի հոգևոր առաջնորդի համար, քան շարքային հավատացյալի։ Չէ, այդպես է, չէ, եթե դուք տեսնում եք, որ մի հատ արադավոր արարք անում է պետական պաշտոնյա եւ սովորական քաղաքացին, դուք սովորական քաղաքացու պարագայում ոչինչ չեք ասում, մինչդեռ պետական պաշտոնյայի պարագայում ամբողջ մամուլը, ամբողջ հասարակությունը սկսում է քննարկել եւ խոսալ։ Հետևաբար առաջնորդներից պահանջը եւ սպասումը շատ ավելի մեծ է։ Եվ երբ որ որևէ մեկը մտածում է, թե որևէ մեկը իրավունք չունի առաջնորդին քննադատել, սա այդպես չէ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում։ Հակառակը առաջնորդից սպասումը մեծ է եւ առաջնորդից ակնկալիքը շատ ավելի մեծ է։ Թերևս Աստվածաշունչը ասում է կույրը կույրին չի կարող առաջնորդել, ապա թե երկուսն է փոսը կընկնեն։ Հիմա եթե որևէ մեկը կուրության մեջ է եւ ասում է, որ որևէ մեկի գործը չի իմ կուրությունը, ես սա չեմ հասկանում։ Իսկ ինչ մնում է երկրի վարչապետի գործնեությանը եւ որպես քրիստոնյա վարքի դրսեւորման, այ հենց եկեղեցին, ես բազում անգամ ասել եմ, որ եկեղեցին երբեք քաղաքական ինստիտուտ չի։ Եկեղեցին նախ եւ առաջ հոգեվոր, սոցիալական եւ նաեւ արժեքային եւ քաղաքացիական ինստիտուտ է։ Եվ երբ որ նույն եկեղեցու առաջնորդները իրենց ծառայությամբ, նույն եկեղեցու սպասավորներն իրենց ծառայությամբ, նույն եկեղեցու հավատացյալները իրենց պարկեշտ վարքագծով եւ ապրելակերպով այնքան իշխանություն ձեռք կբերեն, ոչ ֆորմալ իշխանություն, այնքան միաբան եւ ազդեցիկ կլինեն երկրում, որ իրենք կկարողանան ազդել նաեւ քաղաքական գործընթացների վրա։ Այս սա է մեր երազանքի եկեղեցին, որ երբ որ առաջնորդը դուրս գա եւ գավազանը խփի կետին, ազգը միաբան այդ առաջնորդի կողքը կանգնի բոլոր արադավոր երևույթների վերաբերյալ։ Այս սա է արտարության տարածումը, երբ որ կա արտարության երաշխավոր, որը հենց եկեղեցին ու եկեղեցականն է եւ նաեւ եկեղեցու հոդը։ Եվ երբ որ գավազանը խփվի կետին, եկեղեցին հավատացյալների հոգևոր առաջնորդների միաբանության մեջ այնքան զորավոր լինի, որ որևէ պաշտոնյայի մտքով չանցնի, որ ինքը կարող է եկեղեցու արժեքին, վարդապետությանը եւ առաքելությանը դեմ որևէ որոշում կայացնի երկրում։ Այսօր աղանդավորները վխտում են, ուրա գավազանը խփված կետին, որ դրա դեմ գիտեք ինչքան օրենքներ ընդունվեց։ Գիտեք, այս վերջի ժամանակները ես սա քննադատում եմ, ինչքան լիբերալացվեց կրոնական այլ կազմակերպությունների գործնեության ազատությունը, ուրա գավազանը, ուրա մեր եկեղեցու միասնականությունը, ուր ենք հավատացյալներս։ Հիմա բանը տեսնում ենք փողոցում բանը, չգիտեմ, այլ կրոնի կազմակերպության մարդիկ, որոնք անչափահասներին քարոզ են անում։ Մի բան ասում ես, մարդ չկա, հավաքականություն չկա։ Այ եկեղեցին պետք է լինի այն հավաքականությունը, որը եկեղեցի բառն իսկ արդեն ժողով եւ միասնություն է նշանակում։ Մենք այդ եկեղեցու համար ենք պայքարում, մենք այդ եկեղեցու համար ենք աղոթում եւ այդ եկեղեցում ենք։ Եվ երբ որ որևէ քննադատություն է լինում արադավոր երևույթների դեմ, դա պետք է ցավոտ չտանել, դա պետք է խոր ըմբռնումով վերցնել, հասկանալ, զղջալ, խոստովանել եւ հատուցել, անցնել ապաշխարություն։